Պարոն Կարապետյանի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը ինչ է կարծում եւ որ փուլում։ Իրենից հետո եթե նա Նիկոլ Փաշինյանը երբ ասում է, որ ինքը կանխատեսում է, որ Սամվել Կարապետյանը մինչև տարվա վերջ կաղքատանա, ինչ նկատի ունի։ Դուք կարծում եք ինչ-որ գործողություններ են հաջորդելու եւ վտանգ տեսնում եք այս առումով եւ բացի այդ երկրորդ հարցը, քան որ հնարավորություն է հազիվ տրվել, Փաշինյանը ասում է, որ գլուխ կուսակցությունը հնարավորություն ունի խորհրդարան մտնելու եւ ժողովուրդը մերժելու է նրանց, որտեղ է այս վստահությունը։ Շատ լավ։ Պատասխանեմ արդեն առաջի հարցին։ Պարոն Փաշինյանը մի պահ աստվածաբան էր։ Հետո երաժիշտ էր։ Հիմա ֆինանսական անալիտիկ է դառել, ինչքան հասկանում եմ, անալիզ է անում բիզնեսների հաջողությունները։ Գործարարությունից, տնտեսությունից պարոն Փաշինյանը շատ հեռու մարդ է։ Դա հուսով եմ իր խորհրդականը իրան արդեն ասել են, ինքը չի հասկանում ինչպես է զարգանում տնտեսությունը, ինքը չի հասկանում ինչպես են ընկերություններ ձևավորում, ինչպես է մարդը հնարավոր մի մարդ իր հայրենակիցը ստեղծի ամենամեծ հայկական կառույցը եւ անգամ իր կալանքի եղած ժամանակ հարյուրավոր միլիոնների արդյունքներ ապահովի։ Իսկ այդ արդյունքը աշխատանք է, մեծ աշխատանք է։ Պարոն Փաշինյանը տնտեսությունից չի հասկանում, ավելի լավ է ոչ աստվածաբանությունը, ոչ երաժշտությունը, ոչ տնտեսությունը իր մասնագիտություն չեն։ Սպառնալիք համարում եք, որ հնչեցնում է։ Գիտեք, եթե իր ամեն խոսքը մենք սպառնալիք համարենք, ամեն օր նա իր խոսույթներում օգտագործում է այնպիսի արտահայտություններ, այնպիսի բաներ, որ ես ուղղակի համարում եմ, որ կա խոսքի արժեքի վերաբերյալ պահանջարկ, այսպես ասած, ցենզի բավական նվազում։ Իսկ մտավախություն չունեք, որ գործողություններ կհաջորդեն։ Մենք 50 քննիչ, 8 ամիս, բոլոր պրոցեսների մեջով անցել ենք, ինչ նոր բան պետքա լինի, ինչը լինի, թող լինի, որ մարդիկ տեսնեն, որ այս մեր անցած ճանապարհը ինչ ճանապարհ է։ Դուք ասեք, երկրորդ որ խորհրդարան չեք մտնելու, ինքը վստահ է, որ ժողովուրդը մերժել է։ Տեսեք, ուժերին միասնականացնելու դուք իրեն իր խոսքի մեջ առաջի հատվածն է ամենակարևորը, նա փորձում է ուժերի մեջ նույնականացում դնի, բայց մենք ունենք գործիչ, ով առաջի անգամ Հայաստանում հայտ է ներկայացրել իր համեմատ Սամվել Կարապետյանի համեմատ Փաշինյանը հին քաղաքական գործիչ է։ Կարապետյանը առաջի անգամ հայտ է ներկայացրել։ Նրա խոսույթի հիմնական նպատակը հասարակությանը ցույց տա, որ Սամվել Կարապետյանը նոր գործիչ չէ, բայց մարդը այսքան տարի տնտեսական գործիչ լինելով, քաղաքական հայտ է ներկայացրել, հոգնելով այս իրավիճակից երկրի, հայտ է ներկայացրել եւ գնալու է, եւ մենք վստահ ենք, որ մենք ունենալու ենք, եթե մեր հասարակությունը ճիշտ ժամանակին ընտրական պրոցեսներին ակտիվ մասնակցի, ամենագլխավոր հարցը դա է, մենք ունենալու ենք մեծ հաղթանակ ու մեծ փոփոխություն։ Կարապետյանը բերելու է մեծ փոփոխություն։ Նա այդ քայլով միավորելով բոլոր ուժերին փորձում է ցույց տալ, որ փոփոխությունը իրեն համեմատել ինչ որ պրոցեսների մասնակիցների հետ, ովքեր արդեն եղել են քաղաքական դաշտում, բայց Կարապետյանը նոր գործիչ է, ով միակն է, որ չունի պատասխանատվություն Հայաստանում մինչև այս եղած բոլոր դեպքերի համար, ով միակն է, ով միայն օգնել է Հայաստանին եւ չունի որևէ պատասխանատվություն եւ առաջարկում է ելք այս ջրբաժանից ամենաանվտանգ եւ ամենաբարեկեցիկ ելքը։ Ձեր հայրն էլ չունի պատասխանատվություն հանրապետական խմբակցության Շատ լավ հարց է, պարոն Կիրակոսյան, իմ հայրը 3 տարի հետո, 2.5 տարի աշխատելուց հետո իր կամքով դիմում է գրել, մի հատ հիշեք այսօրվա 17 թվին եղել է ՀՀԿ խմբակցությունը, ինչ կապ ունի դիմում։ Տաշիրի падգամավոր է, նա 95 թվից Տաշիրի падգամավոր է, որից 20 տարի անկուսակցական, 8 տարի կուսակցական, բայց իր կամքով դիմում է գրել այսօր պետական պաշտոնյաներից որ մեկն է իր կամքով դիմում գրում նա ես դες մի գաղտնիք ասեմ դա իր երկրորդ դիմումն էր արդեն 2.5 տարվա ընթացքում քանի որ պետական ապարատի աշխատանքի ոճը իրեն դուր չի եկել կա արդյոք այդպիսի մարդ որ բարձր պաշտոնից իր կամքով դիմում գրի դուրս գա Պարոն Կիրակոսյան որովհետև իր հայրենի Տաշիրի падգամավորն է նա եթե խնդիր կար ՀԿ-ի հետ պետք է այն ուժով գնալ համակարգը ռեյտինգային եթե հիշում եք ոնց էր գործում իմ հայրը Հայաստանի այն քիչ գործիչներից է, ով իր կամքով բարձրագույն պաշտոնները թողել է, անհամաձայնություն է հայտնել որոշակի պրոցեսների հետ կապված։ Ինչի օրինակ։
Գիտեք, նա հայտարարել է բազմաթիվ Պարոն անգամ։ Կարապետյանի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը ձեզ երբ Իսկ այսօր այո, Թալանը, հիշում եք կներեք ավելացնեմ։ Նա հայտարարության մեջ ասել է, որ մասսայական Թալանը մեր երկրին սխալ տեղ է տանում։ Սակցիանը թալանում էր երկիրը։ Մասսայական Թալանը նա նշել է, մասսայական Թալանը Կարապետյանը մենք կարող ենք Թալան չէ, համարում։ մասսայական Թալանը մեր երկրին մինչև այսօր, պարոն Կիրակոսյան, այսօր Թալան կա թե չէ։ Չգիտեմ։ Չգիտեք։ Իսկ օրինակ Քաջարանում այսօր Քաջանի հանքում այսօր Թալան կա։ ԿՊԱ-ականները Թալան անում են Քաջանում թե չէ։ Անում են։ Պարոն Կարապետյանի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը ըստ ձեզ ինչ ժամկետներում կարող է հանգուցալուծվել, որովհետև ինչպես նշվում է ձեր ուժի կողմից, օգոստոսի 2-ին ըստ էության խորհրդարանը սկսելու է արդեն իր գործունեությունը եւ այն առաջնահերթ հարցերը, որոնք որ պետք է լուծի, 20 օրում կարծես թե ավարտվում է հանձնաժողովներ եւ այլն, դուք ասում եք, որ դրանից հետո արդեն վարչապետության փոփոխության հարցներ լինելու։ Հայաստանի Այդ ժամկետում կլուծվի, պարոն Կարապետյան։ Հայաստանի պետության կայացման առաջի օրվանից Սամվել Կարապետյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Սա մեր հայրենակիցները պետք է իմանան, որ նա իր հայրենիքի քաղաքացին է առաջի օրվանից։ Երկրորդը պրոցեսները գնում են եւ մենք տեսնում ենք, որ կգան բարեհաջող հանգուցալուծման շատ արագ եւ Սամվել Կարապետյանը կլինի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի այն ժամանակ, երբ մենք կընտրենք իրեն որպես երկրի վարչապետ։ Շատ արագ ասվածը ինչ որ նախնական ժամկետների Մենք տեսնում ենք, որ այն ժամկետներով, որը որ գնում է ընտրական process-ներից հետո իրավական գործընթացը, մենք տեղավորվում ենք, այո, վստահաբար։ Ձեր ծրագրում Արցախը վերադարձնելու կետեր լինելու են, թե ոչ, ինչպես է Արցախը վերադարձնելու, եթե գաք իշխանության։ Պարոն Կիրակոսյան, մեր ծրագրում Արցախահայերի հետ կապված երկու ծրագիր ունենք։ Առաջինը տնավորման ծրագիրը։ Մենք տեսնում ենք, որ Արցախում տնավորման Հայաստանի Հանրապետությունում տնավորման շարունակեմ։ Չէ, պարզապես հստակեցում։ Այո։ Հայաստանի Հանրապետությունում մեր հայրենակիցները 100,000-ավոր մեր հայրենակիցներ գտնվում են տասնամյակներով իրենք աշխատել են, տներ են կառուցել։ Ես մարդիկ գիտեմ, հանդիպումների ժամանակ ինձ պատմում են, ասում են երրորդ տունն են կառուցում։ Առաջինը բանից հարվածներից ադրբեջանցիների փլվեց, երկրորդը կառուցեցինք, երկրորդը 16-ին, երրորդ տունը կառուցեցինք, թողեցինք եկանք։ Մարդկանց պետք է ապահովել երկու կարևոր բան՝ տնավորման հարցը եւ երկրորդը մշակութային ընդհանրության պահպանումը։ Ինչ է մշակութային ընդհանրությունը։ Երևանի շրջակայքում պետք է լինի համայնք, որտեղ մեծի մասամբ կբնակվեն Արցախի մեր հայրենակիցները, որպեսզի լեզուն պահպանվի, մշակույթը պահպանվի։ Իմ նախնիները 200 տարի առաջ մենք մի քանի անգամ ասել ենք, բայց ես էլ եմ ուզում ասել, եկել են Մուշից եւ բնակվել են Տաշիրում։ Մինչեւ հիմա մենք խոսում ենք նույն բարբառով, մենք ունենք նույն ավանդույթները։ Տանը մեր ադատները պահպանել են։ Դարձ հետ կապված առաջարկներ չունեք ընտրողներ։ Պահպանվել են, այդ իսկ պատճառով բնակչության հետ կապված, եթե ուզում ես պահպանես մեր Արցախյան մշակույթը, մենք պետք է առաջինը տնավորման հարցը լուծենք այստեղ, որ մարդիկ ապրեն։ Երկրորդը վերադարձի հետ կապված, պետք է վստահ լինենք, որ վերադարձը անվտանգ է լինել։ Պետք է իրավունքները պաշտպանված լինեն, մենք մեր հայրենակիցները իրավունք չունենք, մենք այնպես անենք, որ գերի կարգավիճակ ունենա։ Երբ որ մենք վստահ կլինենք, որ մեր հայրենակիցները անվտանգ են լինելու Լեռնային Ղարաբաղի տարածքում, Արցախում, մենք այդ ժամանակ վստահ կգնանք այդ քայլերին, բայց Հայաստանը բայց չի կարող վստահ այդ քայլով ինչ որ ծրագիր առաջարկել, չէ՞ որ դուք ուժեղ Հայաստան եք ստեղծում, իսկ ուժեղ Հայաստանը Այո, ուժեղ Հայաստանը ստեղծում ենք նրա համար, որ մեր հայրենակիցները, մեր ամեն 4 հայրենակից աղքատ չլինի, մեր Արցախի հայրենակիցները վերջապես ունենան տուն, այն տունը, որը մի քանի անգամ իրենք վերակառուցել են, այն տունը, որ իրենք թողեցին մեր երկրի պետական քաղաքական իշխանության սխալ ապաշնոր քաղաքականության արդյունքում ու հանցավոր ինքնավստահ ապաշնոր քաղաքականության արդյունքում մեր երկիրը պետք է ունենա վերջապես լավ տնտեսություն, լավ արդյունաբերություն, որ դուրս գանք այս վիճակից։ Դա է ուժը, իսկ երբ լինենք ուժեղ երկիր, երբ արդեն ունենանք տարածաշրջանում ուժեղ երկրի համբավ եւ ուժեղ երկրի պոտենցիալ, այդ ժամանակ ինձ թվում է բոլոր տարածաշրջանի երկրները ուրախ կլինեն ներես համագործակցել։ Եկեղեցի պետություն հարաբերությունների հետ կապված ինչպիսի տեսլական է ունենալու ձեր ուժը։ Որը եկեղեցի պետություն։ Հիմա տեսնում եք, որ քաղաքացիական պայմանագիրը դրա հետ կապված կոնկրետ նախընտրական դրույթ ունի։ Այ դուք տեսնում եք եկեղեցու բարենորոգման։ Այդ ոնց է ձեր տեսլականը։ Այդ նախընտրական դրույթը սահմանադրության խախտում է։
Նախընտրական դրույթը կասեք նաև էլի դուք ոնց այո, նախընտրական դրույթը, որտեղ եկեղեցու հետ կապված քաղաքական կուսակցությունը հայկական ազգային մեր եկեղեցու հետ կապված ով սահմանադրությամբ իրավունքը տարանջատված է, եկեղեցին տարանջատված է պետությունից եւ իրավունք չունի երկրի ղեկավարը կամ որևէ քաղաքական ուժ խառնվի եկեղեցու գործերին։ Նրանց քաղաքական ծրագրերի մեջ գրված է բան, որը հակասում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը։ Հակասում է ուղիղ տեքստով։ Մեր կարծիքը այսպիսին է, լինելով եկեղեցու հավատավոր հետևորդ, լինելով եկեղեցու կողքին միշտ մենք վստահ ենք մի բանում, տարանջատում պետք է լինի։ Գործերի հետ կապված եկեղեցին եւ պետությունը պետք է տարանջատված լինեն, եկեղեցականները պետք է իրավունք ունենան քննադատեն պետության ամեն քայլ, որը ազգային շահի դեմ է։ Եկեղեցին դա մեր երկրի խիղճն է։ Ինքը իրավունք պետք է ունենա, տեսեք Վրաստանի օրինակով, ինչպիսի մեծ վարկանիշ եւ մեծ հարգանք ունի վրացական եկեղեցին նույնպես, մեր եկեղեցու նման, բայց քաղաքական առումով միշտ վրացական եկեղեցին քննադատել է իշխանությանը եւ միշտ իշխանությունը ականջալուր է եղել այդ քննադատություններին։ Մենք այդ ճանապարհով պետք է գնանք, հարգանք եկեղեցու նկատմամբ, տարանջատում պետությունից եւ քննադատությունը լսել, ոչ թե մեզ համարենք բարձր եկեղեցին այնքան ոչ ժողովրդավար դեսպոտներ է տեսել, որ Միշտ ճշտող հարց պարոն Կարապետյան, այսինքն սահմանադրական օրենսդրական այն կարգավորումները, որ կան եկեղեցու հետ կապված, այժմ բավարար է, թե տեսնում եք անհրաժեշտություն լրացուցիչ մեխանիզմներ տրամադրելու եկեղեցուն, ձեր ասած այդ քննադատություն եւ այլն։ Առաջնային բանը սահմանադրության հետ կապված որևէ փոփոխություն եկեղեցու հետ կապված մենք չենք տեսնում, որ կարիք կա, որովհետեւ ամեն ինչ գրված է այնտեղ, եկեղեցու դերն էլ, այո, բայց հայ եկեղեցու պատմությունը պետք է վերադառնա դպրոցներ միանշանակ։ Մեր երեխաները, մեր նոր սերունդը պետք է իմանա, թե ինչի մեջով է անցել իր ազգը եւ որ կառույցն է պահպանել իրեն հայ, ինչի մեջով է անցել մեր եկեղեցին։ Դա իմանալու է, դա մեր առաջի 50 օրվա քայլերի մեջ առաջի որոշումների մեջ լինելու է հայ եկեղեցու պատմությունը, լինելու է դասավանդվելու է դպրոցներում։ Պարոն Կարապետյան, վերջի հարցերը եթե կարելի։ Հա, լսում եմ վերջի հարցը։ Վերջին հարցը։ Երբ որ ուժերը իրար հետ դաշինք են կնքում, առասարակ ինչ որ զիջումների են գնում։ Ապրելու երկիրը բնականաբար զիջում է իր վարչապետի տեխնացությունը։ Հետևաբար դուք ինչ եք զիջում։ Մենք դաշինք չենք կնքել, ապրելու երկիրը աջակցում է ուժեղ Հայաստան դաշինքին։ Աջակցում է, մենք դաշինք չենք կնքում, քանի որ տեսնում է առաջնահերթություն իր քաղաքական շահը երկրորդելով, տեսնում է առաջնահերթություն երկրում մեծ փոփոխությունների։ Շնորհակալ եմ։